Բարև ձեզ Armenpress podcast-ի հարգելի հետևորդներ, այսօր անդրադառնալու ենք արտապատվիրակված ծառայությունների մատուցման թեմային։ Այս հարցի շուրջ զրուցելու ենք Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Տաթևիկ Ստեփանյանի հետ։ Տիկին Ստեփանյան, շնորհակալություն հարցազրույցի մեր հրավերն ընդունելու համար։ Շնորհակալ եմ հրավերի համար։ Անդրադառնանք արտապատվիրակման ծառայություններին, ինչ են իրենցից ներկայացնում եւ ինչպես է անհրաժեշտություն առաջանում արտապատվիրակել ծառայություններ։ Երևի իրավական հիմքերի մասին նախ պետք է խոսենք, սոցիալական աջակցության մասին նոր օրենքը եւ անգամ նախկին գործող օրենքի դրամաբանությամբ Աշխատանքի սոցիալական հարցերի նախարարությունը սկսած 2019 թվականից սուբսիդիաներից անցում է կատարել պատվիրակման սկզբունքին, ինչ է սա նշանակում, որ համաձայն կառավարության որոշումների կա ընթացակարգ, որով ծառայություն մատուցող կազմակերպությունները պետական միջոցներով իդեպ ծառայություն մատուցող այս պահին կարգավորումը այդպիսին է, պետք է հավաստագրվեն Աշխատանքի սոցիալական հարցերի նախարարությունում, որպեսզի ստանան իրավունք մատուցել ծառայություններ։ Այդ ծառայությունները սոցիալական պաշտպանության ոլորտի շատ տարբեր են, սկսած տարեցների տնային խնամքից մինչև ցերեկային կենտրոններում խնամք եւ աջակցություն, ավարտած մինչև օրինակ վերջերս կառավարության որոշման հիմքով արդեն մեկնարկած բռնարարք գործադրած անձի համար ռեաբիլիտացիան ծրագրի իրականացում։ Մենք իհարկե հետո առիթ կունենանք ամբողջ շրջանակը ես կներկայացնեմ, բայց սկզբունքը այսպիսին է։ Կազմակերպությունները պետք է որոշակի վավերապայմանների բավարարեն, սկսած տարածքային պայմաններով մինչև մասնագիտական անձնակազմից, կարողություններ եւ հաստիկների չափականակ, որպեսզի կարողանան հավաստագրման գործընթացը անցնել։ Հավաստագրումը տրամադրվում է 5 տարի ժամկետով, բնականաբար վավերապայմանով, որ պետք է հաջորդիվ էլի վերահավաստագրվեն, նախորդ հավաստագիրը լրանալու 3 ամիս առաջ լրանալուց պետք է դիմեն։ Ու տարբեր ոլորտներում արդեն մենք 2020 թվականից պետական միջոցների շնորհիվ կարողանում ենք հատկացված հատուկ նպատակային, այսպես ասեմ, միջոցների կարողանում ենք յուրաքանչյուր տարվա ավարտին հաջորդ մեկնարկող տարվա համար նախապես հայտարարել մրցույթներ եւ դրամաշնորհի կարգի համաձայն տարբեր լոտերի են բաժանվում այդ, այսպես ասեմ, ծառայությունների համար հատկացված գումարները ըստ մեր շահառուների թվականակի բաշխման եւ հասարակական կազմակերպությունները բնականաբար մրցութային կարգով կարողանում են դիմել, շահել կամ մերժվել այս կամ լոտով ծառայություն մատուցելու տրամաբանությամբ։ Որ ոլորտներում են մատուցվում այդ ծառայությունները նախարարության կողմից։ Սկսենք երևի երեխաներից։ Երեխաների ընտանիքի եւ աջակցության ցերեկային կենտրոններ գոյություն ունեն ավելի քան արդեն 36 համայնքներում եւ 3300 երեխա մոտ 560 միլիոն դրամի շրջանակներում ծառայություն է ստանում ամբողջ հանրապետությունում։ Ունենք հաշմանդամություն ունեցող անձանց մի քանի ծառայություններ, դրանք սոցիալ վերականգնողական ծառայություններն են, ելի որոշակի բաշխվածությամբ Երևանում եւ մարզերում, որտեղ հաշմանդամություն ունեցող անձինք կարողանում են ցերեկային սոցիալ վերականգնողական ծառայություններ ստանալ, սկսած նեղ մասնագիտական ծառայություններից, օրինակ էրգոթերապիա, լոգոպեդի ծառայություն, հոգեբանի ծառայություն եւ հաջորդիվ օրինակ այդտեղ ունենք նաեւ սպეციფიկ ծառայություններ, ավելի մասնագիտացված, օրինակ տեսողության խնդիր ունեցող անձանց համար ինտեգրվելու որոշակի ծառայություններ, կենցաղավարման հմտություններ կույր մարդկանց սովորեցնելու։ Ունենք համայնքային փոքր տների ծառայություն, գործում է արդեն 5 համայնքային տուն 6-րդը շուտով կբացվի, ելի նույն պատվիրակման սկզբունքով, որտեղ մտավոր եւ հոգեկան առողջության խնդիր ունեցող անձինք մեր ապաինստիտուցիոնալացման քաղաքականությունից ելնելով մեծ խնամքի հաստատություններից դուրս են գալիս եւ բնակություն են հաստատում այդ փոքր խմբային տներում, այսպիսով այդտեղ մոտավորապես արդեն 82 մարդ կունենանք շուտով խնամք եւ ինքնուրույն կյանքի հմտություններ ձեռք բերելու նպատակով ծառայություններ ստացող։ Հաշմանդամության բլոկում ունենք նաեւ բացի սոցիալ վերականգնողականը եւ կույրերի ծառայությունը, ունենք ընդհանուր մասնագիտացված սպეციფიկ ծառայություն երեխաների տնային խնամքի ուղղորդված։ Այս ծառայությունը ներդրել ենք վերջին 2 տարիներին եւ 170 հաշմանդամություն ունեցող երեխա խորը եւ ծանր գնահատմամբ մեր անձի ֆունկցիոնալության համակարգի սկզբունքներից ելնելով ստանում է ծառայություն որոշակի այդ թվում նաեւ հաշմանդամ երեխա կարգավիճակով ստանում է ծառայություններ տնային խնամքի։ Բնականաբար հատուկ դասակարգմամբ առավել ծանր երեխաները ստանում են օրական
3-ական ժամ ծառայություն եւ մի քիչ ավելի թեթև բալիկները ստանում են շաբաթական 5 ժամ ծառայություն ըստ ծնողի հետ ձեռք բերված պայմանավորվածությամբ։ Եվ շատ կարևորում ենք մենք այս ծառայությունների հատկապես այս կտորը, որ կարողանում ենք խնամք իրականացնողների համար որոշակի ժամանակահատված առանձնացնել, որպեսզի վերջիններս կարողանան զբաղվել թե ինքնախնամքով, որը խիստ կարևոր է նման դեպքում, երբ ընտանիքում կա խնամքի որոշակի ծանրաբեռնվածություն, թե օրինակ մասնագիտական որոշակի վերապրոֆիլավորման դասընթացների գնալ, ինքնուրույնանալ կամ ուղղակի հանգստանալ։ Փոքրերից հետո արդեն կունենանք տարեցների ծառայությունները, մոտավորապես 1425 տարեց անց, այդ թվում մտավոր հոգեկան խնդիրներ ունեցող անձինք, հիմնականում հոգեկան խնդրով 50 շահառու խնամք է ստանում տնային խնամքի պայմաններում։ Այս ծառայությունը ներդրված է նրա համար, որպեսզի մենք կարողանանք կանխարգելել վերջիններիս մուտքը դեպի հաստատություններ եւ ելի որոշակի գնահատման հիմքով, որոշակի սկզբունքով սոցիալական սպասարկողները տնայցեր են իրականացնում, այդ թվում նաեւ բուժքույրերը եւ ըստ արդեն ցուցվածության կարող է նաեւ հոգեբանի ծառայություն ստանալ անձը տան պայմաններում, հատկապես հատուկ մասնագիտացված խնամքի դեպքում եւ շուրջ 1500 անց, ինչպես շեշտեցի, կարողանում է այդ խնամքի ծառայություններից օգտվել ելի որոշակի ինտենսիվությամբ։ Դեպքեր ունենք, երբ անգամ սատարողը օրական 2 անգամ է տնայց իրականացնում, այս ամենը կատարվում է գնահատված կարիքի հիմքով, չափորոշիչից ելնելով։ Քանի որ գիտենք, մենք ծերացող երկիր ենք համարվում եւ բնակչության տեսակարար կշռի մեջ տարեցների 60+ անձանց, այսպես ասեմ, թիվը գնալով մեծանում է, մենք խիստ կարեւորում ենք նաեւ տարեցների զբաղվածությունը համայնքներում եւ այդ պատճառով է, որ ոչ բոլոր ցավոք դեռ մարզերում եւ համայնքներում, բայց աստիճանաբար մեր գործընկերների հետ, հասարակական սեգմենտի գործընկերների հետ կարողանում ենք նաեւ ներդնել ցերեկային կենտրոնները տարեցների կամ ավագ սերնդի, ինչպես վերջերս նրանց անվանում ենք, զբաղվածությունն ապահովելու նպատակով։ Տարեցները 600-ն են այս պահի դրությամբ, որոնք ամենատարբեր զբաղմունքներում են ընդգրկված, իրենց օրը լցնելու, միմյանց հետ շփվելու, սկսած ադապտիվ սպորտի դասերից մինչև ֆիզիկական ակտիվություն, երգի պարի խմբակներ, յուրաքանչյուրը ժամանցային, բնականաբար փոքրիկ որոշակի այնտեղ ընդմիջում անելու, որոշակի սուրճ խմելու, ժամանակ անցկացնելու այդ թվում նաև եւ այդ սոցիալական մեկուսացումից հնարավորինս դուրս բերելու վերջիններից։ Մյուս բլոկը ծառայությունների թերևս կանանց եւ գենդերային հիմքով բռնության, ընտանեկան բռնության կանխարգելման բլոկն է։ Բնականաբար գիտեք, որ այս ամենը իրականացվում է բոլոր ծառայությունների հիմքում կան օրենսդրական պարտավորություններ եւ ենթաօրենսդրական ակտերով պատշաճ նկարագրված է եւ մենք 20 թվականից ներդրել ենք նաեւ յուրաքանչյուր մարզումի ուրախություն մեզ, գործում են կանանց աջակցման կենտրոններ, որոնք միտված են բռնությունը կանխարգելելու կամ արդեն բռնության դեպքերի հետ աշխատելու ծառայությունների ներքո մատուցվում են այդ թվում սոցիալ վերականգնողական, հոգեբանական, անհատական խորհրդատվություններ, ընդհանուր մինչև կանանց աջակցություն իրավաբանի կամ փաստաբանի, որպեսզի ըստ անհրաժեշտության դատական հայցեր ներկայացվեն եւ այլն։ Մենք ունենք բնականաբար արդեն 26 թվականից 3-րդ ապաստարանն է ավելացել մեր ապաստարանների շարքում, 3 ապաստարան ընտանեկան եւ կենցաղային բռնության ենթարկված անձանց աջակցության, որտեղ եթե ներքին գործերի նախարարության ոստիկանության մեր գործընկերները կայացնում են օրինակ պաշտպանական որոշում կամ որոշակի անհետաձգելի է կիրառվում բռնարար գործադրածի նկատմամբ եւ ընտանեկան բռնության ենթարկված կինը եւ երեխաները վտանգի գոտում են գտնվում, եթե շարունակեն ապրել նույն կեցավայրում, ապա նրանք հեռացվում են այս գաղտնի ապաստարաններ, որոնց հասցեները շատ քիչ մարդկանց են բնականաբար հայտնի, եւ այնտեղ նրանք եւս ստանում են այս ամբողջ ծառայությունների փաթեթը, սոցիալ վերականգնողական ծառայություններ, հոգեբանի աջակցություն, բնականաբար ըստ գտնվելու վայրի կազմակերպվում է ընտանիքից երեխաների ծնողների հետ, այսպես ասեմ, մոր հետ հիմնականում տեղափոխված երեխայի կրթության իրավունքի իրացումը եւ այլն։ Մենք այս տարի մեկնարկել ենք նաեւ 26 թվականից բռնարար գործադրածի համար ռեաբիլիտացման ծրագիր։ Ունենք 2 հասարակական կազմակերպություն, որոնք պետք է աշխատեն այն անձանց հետ, ում նկատմամբ ներքին գործերի ոստիկանությունը կիրառել է նախազգուշացում, սա այն բոլոր դեպքերն են, երբ չկա շատ մեծ վտանգ, որ բռնությունը կկրկնվի, բայց ամեն դեպքում որոշակի աշխատանքներ եւս անհրաժեշտ են բռնարար գործադրած անձանց հետ, որպեսզի այդ թվում պաշտպանենք բոլոր կանանց եւ աղջիկներին, ովքեր որ վտանգի գոտում են գտնվել այդ անձի հետ հարաբերություններում, եւ բնականաբար որպես մարդկային կապիտալ ջանքեր ներդնենք բռնարար գործադրածի վերասոցիալականացման համար։ Ես նոր ծառայությունը մեկնարկած, բայց ի ուրախությունից մենք արդեն
ունենք արձանագրված թիվ շահառուների եւ ինչն է կարեւոր, որ այս ծառայությունները կամավորության սկզբունքով են դեռևս գործում մեր երկրում, բացառությամբ այն դեպքերի, երբ կլինի դատարանի պատճառաբանված որոշում, որ ծառայությունը պարտադիր պետք է մատուցվի։ Մենք ունենք նաև թրաֆիկինգի զոհերի համար նախատեսված ծառայություն, պետությունը հատկացնում է հատուկ ապաստարան, ելի սոցիալ-հոգեբանական, կենցաղային աջակցություն թրաֆիկինգի զոհերին, ելի բնականաբար գաղտնի ապաստարանով եւ ծառայություն ստանում են տարվա կտրվածքով թե աշխատանքային թրաֆիկինգի զոհեր, թե սեռական բռնության եւ այն դեպքում, երբ որ նրանք ելի չունեն ապաստարանի կարիք, տեղավորվում են այս ապաստարանում որոշակի ժամկետով։ Մենք ունենք նաև մյուս բլոկի ծառայությունները, դրանք սոցիալական աջակցության հիմնականում բլոկի ծառայություններ են։ Ճաշարանի ծառայության տրամադրում մոտավորապես 700 անձանց, անապահով ընտանիքների անձանց, ունենք սոցիալական շտապօգնություն, որը 902 ընտանիքի տարբեր ծառայությունների սկզբունքով հրատապ սոցիալական աջակցություն է մատուցում, որոշակի վավերապայմանով մի դեպքում դրանք բանկային քարտերն են, որոնք անկանխիկ եղանակով կարող են օգտագործվել որոշակի սննդի կետերում սնունդ ձեռք բերելու համար եւ բնականաբար բնայիրային աջակցությունն է այստեղ եւ անօթևան անձանց համար ունենք անօթևանների ծառայություն, որոշակի բնակության վայր չունեցող անձինք են, որոնք ամենատարբեր պատճառներով կարող են հայտնվել դրսում եւ ուղղորդվում են բնականաբար այդ կացարան, որը ելի պետության ֆինանսավորմամբ ապահովում է տարեկան շուրջ 100 բնականաբար 100 միաժամանակ գտնվելու պայմանով այդ ծառայություն կարիք ունեցող անձանց ծառայություններ, ելի երկանգամյա սնունդ, որոշակի բժշկական ծառայություններ ներսում ու արդեն հետո բնականաբար աշխատանքներ պետք է իրականացվեն ծառայություններից դուրս մարդկանց վերասոցիալականացման համար։ Այս բոլոր ծառայությունների մասով մենք վստահում ենք մեր այս ոլորտում հավաստագրված հասարակական գործընկերներին։ Ի ուրախությունից պետք է ասեմ, որ եթե հետ գնանք դեպի 19-20 թվականներ, երբ մենք սուբսիդիայից նոր անցում կատարեցինք այս դրամաշնորհային եղանակով ծառայությունների մատուցմանը, մենք երևի եռակի քառակի աճ ունենք թե ֆինանսավորման, թե գործընկերների ավելացման։ Եթե նախկինում սուբսիդիայով այդ ծառայությունները մատուցում էին 2 կամ 3 կազմակերպություն, առավելագույնը 4, մենք այս պահին ունենք ավելի քան 3 տասնյակ հավաստագրված հասարակական կազմակերպություններ, իմ նշած բոլոր ոլորտներում մեզ հետ համագործակցող, եւ եթե նախկինում այդ ֆինանսավորման չափականակը մոտավորապես եղել է 400 միլիոն կամ 500 միլիոն առավելագույնը, այս տարվա դրությամբ մենք ունենք 1.992 միլիոն դրամ հատկացված այս բոլոր ծառայությունների մատուցման համար։ Ինչ առավելություններ ունի այս արտապատվիրակումը եւ անհրաժեշտությունը ինչպես է առաջանում, ինչ առավելություններ ունի ծառայությունների արտապատվիրակումը։ Երևի պիտի շեշտադրել, որ ծառայությունները պետությունն է կազմակերպում որոշ դեպքերում եւ թե որոշ դեպքերում արտապատվիրակում, եւ այս պատվիրակումը աշխարհում ընդունված մոդել է, հատկապես սոցիալական ծառայությունների ոլորտում։ Մենք օրինակ տեղեկացված եք վստահաբար, որ պետությունն ունի ճգնաժամային կենտրոններ, օրինակ նույն երեխայի ցերեկային խնամքի կազմակերպման համար, թե ցերեկային եւ թե ճգնաժամային կենտրոններ, որոնք չի արտապատվիրակել, բայց նույն ցերեկային խնամքի կենտրոնների մյուս բաղադրիչը, որը ունի ճգնաժամային կոմպոնենտ իր մեջ, արտապատվիրակել է հասարակական սեգմենտի գործընկերներին։ Կարծում եմ, սա արդյունավետ մոդել է բավականին մեր գործակցության եւ համագործակցության, որովհետեւ պետությունը ըստիս պետք է նկարագրի են բոլոր չափորոշիչները նվազագույն, որի հիմքով պետք է ծառայությունները մատուցվեն եւ մասնավորը այդ թվում հասարակական կազմակերպությունները պետք է ընդգրկվեն այս ծառայությունները մատուցելու համար։ Իդեպ ասեմ, որ 2024 թվականի տարեվերջին մենք սոցիալական աջակցության մասին նոր օրենք ընդունեցինք, ազգային ժողովը ընդունեց այդ օրենքը եւ համաձայն որի հիմա ներկայումս նկարագրում ենք նոր այս բոլոր ծառայությունների չափորոշիչները, որոնք տարբեր ժամանակահատվածներում մինչև 26 թվականի ավարտը կհաստատվեն եւ սոցիալաջակցության մասին օրենքով մենք մի կարեւոր դրույթ ենք հաստատել, որ այսուհետ կյանքի դժվարին իրավիճակում հայտնված անձանց այս բոլոր թվարկած ծառայությունները մատուցելու համար անկախ կազմակերպայրավական ձևից, ֆինանսավորման աղբյուրից բոլոր կազմակերպությունները պարտավոր են լինելու հավաստագրվել։ Մենք նաև սրանով հնարավորություն ենք տալու այդ թվում մյուս բիզնեսին, ինչպես նաև անհատ ձեռնարկատերերին կամ չգիտեմ ցանկացած այլ իրավակազմակերպական ձև ունեցող կազմակերպություններին գալ եւ մեզ հետ համագործակցությամբ ստանալ այդ ծառայությունների համար մատուցման անհրաժեշտ գումարներ եւ դառնալ այս շղթայի մի կարեւոր մաս։ Իսկ սկզբունքները միայն վերաբերում են չափանիշների ապահովման, այսինքն որ կազմակերպությունը պետք է ապահովի չափանիշները, թե կան նաև այլ սկզբունքներ։ Հիմնական սկզբունքները դրանք
տեխնիկական են հենց հավաստագրման փուլում, այսինքն կազմակերպությունից մենք հարցնում ենք ամենատարբեր տեղեկատվության, այսպես ասեմ, մի համախումբ, սկսած հարկայինում պարտքեր ունենալ չունենալուց, սկսած որոշակի տարածք, վավերապայմաններ, ապահովություն, հակահրդեհային համակարգի առկայություն եւ այլն, քանի որ կամ մատչելի լինել կամ չլինելու որոշակի վավերապայմաններ եւ արդեն բնականաբար խիստ կարեւոր է ծառայությունների ներսում այն չափորոշիչների պահպանումը, իդեպ նվազագույն չափորոշիչների պահպանումը եւ մեր հասարակական սեգմենտի գործընկերները շատ հաճախ ավելին են անում, քան նվազագույն պատվիրակման սկզբունքով դրված այդ չափորոշիչներն եւ կամ թե գումար հատկացրած գումարներն են, որովհետեւ նրանք բոլորը համաֆինանսավորում են այդ ծառայությունները եւ մենք հիմա որոշակի սկզբունքով նաեւ վերահաշվարկներ ենք իրականացնում մեր ծառայությունների պատվիրակման արժեքի, որպեսզի դա հնարավորինս մոտ լինի նաեւ դաշտում մասնավոր գործող կազմակերպությունների կողմից մատուցվող այդ ծառայությունների արժեքներին։ Եվ կարծում եմ երկու, այսպես ասեմ, ուղղություններն էլ համադրելով, թե տեխնիկականը եւ թե բովանդակայինը, մենք ունենք այսօր մեծ հրաշալի իսկապես կայացած գործընկերության ցանց, վստահելի գործընկերներ, որոնք ամենատարբեր ճգնաժամերից սկսած մինչև առօրյական ծառայություններ մատուցում են։ Օրինակ, շատ քչերը գիտեն ու ցավոք այդ իդենտիֆիկացիան մի քիչ դժվար է իրականանում հատկապես շահառուների մոտ, չնայած մենք մշտապես ենք լուսաբանում, որ այն բոլոր ծառայությունները, որոնք մարդիկ սովոր են տեսնել, օրինակ, չգիտեմ, աուտիզմ ունեցող անձանց մատուցվող ծառայություններ կամ տարբեր սոցիալ-հոգեբանական ծառայություններ, որ դրանք պետության պատվիրակմամբ եւ պետության կողմից ֆինանսավորվող ծառայություններ են։ Ինչ ցուցանիշներ են գրանցվել մինչ այժմ։ Արդյունքների մասին կարող ենք խոսել մի քանի տեսանկյունից, օրինակ, երբ մենք խոսում ենք, որ տնային պայմաններում հաշմանդամություն ունեցող երեխաներին տրամադրում ենք խնամք, դա ուղիղ փոխկապակցված է վերջիններիս ինստիտուցիոնալացման ռիսկերը կանխարգելելու հետ։ Այսինքն այլ հավասար պայմաններում կարող են լինել որոշակի դեպքեր, երբ որոշակի ծանր հաշմանդամություն ունեցող երեխաներից, ցավոք մենք ունենում ենք նման դեպքեր, ոչ միշտ են կարողանում կանխարգելել, հրաժարվեն ծնողները եւ խնամքը հանձնեն շուրջօրյա լրիվ խնամքի պետության։ Ինչքան ապակենտրոնացման սկզբունքով այս ծառայությունները զարգանան, դրանք դառնան լիարժեք հասանելի գնահատված կարիքի հիմքով, մենք այնքան ավելի մեծ հավանականություն ենք ունենալու խոցելի խմբերին հնարավորություն տալ ներառվել իրենց համայնքներում, ինտեգրվել եղած ծառայությունների շրջանակներում եւ շարունակել ապրել իրենց համայնքում իրենց ընտանիքի կամ հարազատի հետ։ Սրանց ուղիղ փոխկապակցվածությունը մարդուն հնարավորություն տալն է շարունակել ապրել իր տանը։ Կարող եք նշել մոտ քանի արդեն կազմակերպություն է, որ համագործակցում է պետության հետ արտապատվիրակման ծառայությունների շրջանում։ Ավելի քան 30-40-ին մոտ։ 40-ին մոտ ու տարբեր ոլորտներում եւ ի ուրախություն մեզ մենք նաեւ իդեպ աշխատանքներ ենք իրականացնում այս ծառայություն մատուցողների շրջանակ ընդլայնելու։ Տարբեր նախաձեռնությունների շրջանակներում քաջալերելով, աջակցելով, ուղղորդելով ստեղծվում են այս հասարակական կազմակերպությունները, դրանք կարող են լինել որոշակի խմբերի իրավունքներ եւ շահեր ներկայացնող, օրինակ հաշմանդամություն ունեցող երեխաների ծնողների կողմից են հաճախ ստեղծվում կազմակերպություններ կամ ինչ-որ ասոցիացիաներ, որոնք զբաղվում են հենց անձամբ տարեցների կողմից ստեղծված կազմակերպություններ, որոնք կարողանում ենք բերել այդ հավաստագրման դաշտ, այնուհետև որոշակի հմտություններ ուսուցանելու, այսպես ասեմ, ու դրական ուղեկցման դրամաբանությամբ կարողանում ենք հետո դարձնել պետության դրամաշնորհառու։ Իսկ 2026 թվականին որ ոլորտներում է նախարարությունը իրականացնում արտապատվիրակման ծառայություններ, ովքեր են գործընկերները։ Բոլոր ոլորտներում, որ մեր հարցազրույցի սկզբում նշեցի, դրանք բոլորը կայացած դրամաշնորհներ են։ Մոտավորապես 1 միլիարդ 990 ու ավել միլիոն դրամ հատկացված է այդ բոլոր հիմնական ոլորտներին, երեխաների, տարեցների, հաշմանդամություն ունեցող անձանց, ընտանեկան բռնության զոհերի, բռնարար գործադրած, թրաֆիքինգ, սոցիալական պաշտպանության ոլորտի անօթևանություն, ճաշարանների կամ սննդի քարտերի ապահովում եւ սոցիալական շտապօգնության տրամաբանությամբ։ Բոլոր ծառայությունները կայացած են, մենք չունենք չօգտագործված բյուջեից հատկացված գումարներ, շատ տեխնիկական պատճառներով բնականաբար դրամաշնորհային լոտերին դիմելիս երբեմն մեր գործընկերները ինչպես ցանկացած գնման հայտի դեպքում կարող են վրիպակներ թույլ տալ, դրամաշնորհի մրցույթը այդ պահին չի կայանում, վերահայտարարվում է, բայց մեծ հաշվով մենք գոհունակությամբ
կարող ենք արձանագրել, որ 26 թվականին անխափան 20 թվականից սկսված եւ զարգացած ծառայությունները ընթանում են իրենց բնականon հունով եւ մեր քաղաքացիներին, ովքեր այս կամ այն հիմքով որոշակի խոցելիություն ունեն կամ հայտնվել են որոշակի կյանքի դժվարին իրավիճակում, կարողանում ենք տեղերում աջակցել բնականաբար հանձն առնելով եւ շարունակելով այս ծառայությունների ընդլայնումը եւ զարգացումը։ Այն ունակ 2026 թվականին կա ինչ-որ ծառայություն կամ ինչ-որ նոր արտապատվիրակում, որ հենց 2026 թվականին է վերաբերում։ Այո, մենք որոշակի ընդլայնումներ ենք արել, թե հենց ծառայությունների ներսում, օրինակ հաշմանդամություն ունեցող անձանց փոքր խմբային տներում խնամքը կամ տնային խնամքում որոշակի կամ ցերեկային կենտրոններում ֆինանսավորումն ենք ավելացրել, բայց նոր ծառայությունը ելի շեշտադրեմ ընտանեկան բռնություն գործադրած ծառայությունների շրջանակներում բռնարարք գործադրածին արդեն ռեաբիլիտացման ծրագրերի մատուցումն է։ Մենք ունենք 2 նոր հասարակական կազմակերպություն գործընկեր, որոնց միջոցով Հայաստանի ամբողջ տարածքում մատուցում ենք այս ծառայությունները։ Շնորհակալություն Տիկին Ստեփանյան, այսպես հանգամանալից ներկայացնելու համար։ Սիրելի հետևորդներ, մենք անդրադարձանք արտապատվիրակման ծառայությունների մատուցմանը, մեր զրուցակիցն էր աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Տաթևիկ Ստեփանյանը։ Կհանդիպենք։